մենք մեկնարկում ենք մեր բողոքի միջոցառումը։ ԱՄՆ դեսպան հարգելի Քրիստինա Քվին 2025 թվականի նոյեմբեր ամսին մենք կրկին այստեղ էինք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք եւ Միացյալ Նահանգների ուշադրությունը հրավիրենք Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական վարչախմբի կողմից հերթական հայտարարակ ապօրինության վրա, այն է լինի մի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի հայտարարակ եւ ապօրինի կալանավորմանը։ Հիմնեմնի մի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին իրենց ընդդիմադիր կեցվածքի, իրենց քաղաքական խոսքի, իրենց քաղաքական սուր քննադատության համար եւ իրենց ազատ խոսքի համար։ Նրանք կալանավորվել էին այն բանի համար, որ պատասխանել էին ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Իսկ Նարեկ Սամսոնյանը կալանավորվել էր այն բանի համար, որ եթերում ընդհանրապես արտաբերել էր հետույք բառը։ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին մի քանի օր առաջ գործող ռեժիմի կամակատար հանդիսացող դատարանը դատավոր Մանվել Շահբազյանի գլխավորությամբ հերթական ապօրինի որոշումը կայացվեց 3 ամսով երկարաձգելով հիմնեմնի մի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքը։ Դատարանի դահլիճում այդ վճռից հետո քաղաքաբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ։ Եվ մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ձեր ուշադրությունը հրավիրենք ոչ միայն դատարանի կատարած ապօրինի վճռի վրա, այլ ձեր ուշադրությունը հրավիրենք, որ Հայաստանի Հանրապետությունում իդեմս քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կա անձ, ով ոչ միայն դատապարտված է իր քաղաքական հայացքների համար, կալանավորված է իր քաղաքական հայացքների համար, այլև այս պահին գտնվում է հացադուլի մեջ։ Հարգելի դեսպան Քրիստինա Քվին, օրեր առաջ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանին, ով ինչպես նշեցի, այս պահին գտնվում է հացադուլի մեջ, քրեակատարական հիմնարկում տեղափոխել են պատժախոց։ Սա ըստ էության չտեսնված եւ չլսված խայտառակություն է, երբ հացադուլավոր անձին, ով կալանավորված է իր քաղաքական հայացքների, իր քաղաքական խոսքի, քաղաքական սուր քննադատության համար, ոչ միայն չեն ապահովում հացադուլի համար նախատեսված անհրաժեշտ պայմանները, այլ տեղափոխում են պատժախոց։ Հարգելի դեսպան Քրիստինա Քվին, արդյոք սա հարիր է ժողովրդավարական հասարակություններին կամ ժողովրդավարական պետություններին, եթե դուք Հայաստանը իհարկե համարում եք ժողովրդավարական պետություն։ Բնականաբար հարիր չէ, որտեղ ժողովրդավարական պետություններում քաղաքական գործիչներին, մեդիա դեմքերին կամ պարզապես հասարակ քաղաքացիներին չեն կալանավորում խոսքի համար, չեն կալանավորում հետույք բառի համար, ինչպես կալանավորել են քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանին, չեն կալանավորում պաշտոնյայի վիրավորանքներին պատասխանելու համար, ինչպես կալանավորել են քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին։ Ժողովրդավարական պետություններում բռնաճնշումների չեն ենթարկում ԶԼՄ-ների, ինչպես բռնաճնշումների էին փորձում ենթարկել Անտիֆեյք-ում լրատվականին։ Երբ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալման եւ կալանավորման օրը նույն ժամերին
ուժայինները ներխուժել էին անցպեքի խմբագրություն և արգրավել ողջ տեխնիկա, որի զգալի մասը դեռ վերադարձված չէ։ Ժողովրդավարական պետություններում մարկանց չեն կալանավորում ֆեյսբուքյան գրառումների կամ իրենց ընդդիմադիր կեցվածքի համար։ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին, մենք պահանջում ենք, որպեսզի Միացյալ Նահանգները, որպես ժողովրդավարության կամ ժողովրդավարական արժեքների ջատագով և առաջամարտիկ, իր ազդեցությունը ներգործի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բռնաճնշումների համատեքստում տեղնեցող այս խայտառակ երևույթների վրա։ Մենք պահանջում ենք, որպեսզի Միացյալ Նահանգները իր ուշադրությունը հրավիրի քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սահաթելյանի, ապօրինի կալանավորման, ապօրինի քրեական գործի վրա և իր ուշադրությունը հրավիրի քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի վրա, որի պահանջն է իր անհապաղ ազատ արձակումը։ Քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը արդեն 5-րդ օրն է գտնում է հացադուլի մեջ և ես վստահ եմ, որ դուք պատկերացնում եք, թե ինչ բան է հացադուլը և ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ մարդու առողջության և կյանքի վրա։ Մենք պահանջում ենք, որպեսզի Միացյալ Նահանգները դադարեն լռել, դադարեն գործել ռեալ պոլիտիկի շրջանակներում և հավատարիմ մնան իրենց ժողովրդավարական, իրենց իսկ կողմից որդեգրված և քարոզվող ժողովրդավարական արժեքներին։ Ազատություն քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սահաթելյանին և Փաշինյանական ռեժիմի բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Տիկին դեսպան, ինչպես գործընկերս նշեց, մենք նոյեմբերի 28-ին նույն այս հաստատության դիմաց էինք և հրատապ կերպով ներկայացնում էինք ձեզ նոյեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հերթական խայտառակ ապօրինության ակտը, կապված Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման հետ։ Նոյեմբերի 13-ին, ինչպես ձեզ ներկայացրեցինք այդ օր այստեղ, ԱԱԾ-ականները ներխուժեցին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, Անտիֆեյք ԵՄ-ի խմբագրություն, արգրավեցին մեր ողջ տեխնիկան, ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին և իրենց սրտի դատավորների միջոցով երկամսյա կալանքներ տվեցին տղաներին։ Ինչի համար դա արեց իշխանությունը։ Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հանդգնել էին իրենց փոդքասթի ընթացքում պատասխանել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին, որի ընթացքում Սամսոնյանն օգտագործել էր ընդամենը հետույք բառը։ Տիկին դեսպան, մենք ներկայացրեցինք, որ թե ինչ ապօրինության մասշտաբ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում կապված ժողովրդավարական արժեքների, խոսքի ազատության դեմ ոտնձգությունների հետ կապված։ Ցավալիորեն առ այսօր ԱՄՆ դեսպանատնից որևէ արձագանք չենք ստացել։ Տիկին դեսպան, մենք երեկ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել ենք ձեզ այն նամակը, որը որ թարմացված կերպով պատրաստվում ենք այսօր հանձնել ձեզ։ Ինչպես եւ ուղարկել էինք նախորդ նամակը։ Ինչպես ասացի, ցավալիորեն որևէ արձագանք մենք չենք ստացել դեսպանատան կողմից։ Մենք չգիտենք ձեր դիրքորոշումը։ Արդյոք դուք նորմալ եք համարում, որ մարդը կարող է կալանավորվել իր հեղինակած փոդքասթի ընթացքում ընդամենը հետույք բառն օգտագործելու համար։ Արդյոք դուք նորմալ եք համարում Հայաստանի իշխանությունների կողմից նմանատիպ ոտնձգությունը։ Արդյոք դուք նորմալ եք համարում, որ մարդուն իր հեղինակած փոդքասթի ընթացքում իշխանություններին քաղաքական քննադատության ենթարկելու համար արդեն երկրորդ անգամ քաղաքական հետապնդման են ենթարկում կալանավորման տարբերակով, էլ չասած բոլոր մնացած քրեական գործերը, որոնք որ հարուցված են եղել տղաների նկատմամբ։ Որն է ձեր դիրքորոշումը այս ամենի կապակցությամբ, տիկին դեսպան։ Արդյոք դուք նորմալ եք համարում, որ նախաքննության ավարտից հետո, հերիք չէ 2 ամիս կալանավորվելուց հետո, նախաքննության ավարտից հետո
Դատավոր Մանվել Շահվերդյանը եւս 3 ամսով երկարացնում է Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Սա նորմալ է ձեզ համար, տիկին դեսպան։ Կրկնում եմ, քրեական գործում գրված է ընդհանրապես Նարեկ Սամսոնյանի դեպքում հետույք բառը, որ նա օգտագործել է հետույք բառը։ Իսկ Վազգեն Սաղաթելյանը հանդգնել է վիրավորանքներին, ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին պատասխանել համարժեք ձևով։ Սա ձեզ համար ընդունելի է, թե ոչ, մենք չգիտենք ձեր դիրքորոշումը, դուք լռում եք, տիկին դեսպան։ Մենք չգիտենք ձեր դիրքորոշումը, արդյոք դուք նորմալ եք համարում, որ այս ապօրինության շարունակականության արդյունքում Նարեկ Սամսոնյանը դատարանի դահլիճում հացադուլ է հայտարարում, անժամկետ հացադուլ, որովհետև այլ միջոց չկա այս ապօրինության դեմ պայքարելու։ Դուք լավ գիտեք, տիկին դեսպան, որ հացադուլը որպես քաղաքական գործիք օգտագործվում է որպես վերջին միջոց ապօրինությանը դեմ գնալու համար։ Դա Նարեկ Սամսոնյանի քաղաքական դիրքորոշումն է եւ նա տրամադրված է վճռական։ Հացադուլը պահել այնքան ժամանակ, մինչև իր պահանջը կկատարվի։ Իսկ պահանջը հստակ է՝ անհապաղ դադարեցնել Նարեկ Սամսոնյանի ապօրինի կալանավորումը եւ ազատ արձակել նրան։ Տիկին դեսպան, Նարեկ Սամսոնյանն արդեն 5 օր գտնվում է հացադուլի մեջ եւ 61 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ, նորից եմ կրկնում։ Ընդհանրապես իր ոդքասթի ընթացքում ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին ի պատասխան հետույք բառն օգտագործելու համար։ Սա է քրեական գործի էությունը։ Սա նորմալ է արևմուտքի ժողովրդավարական արժեքների առաջամարտիկ հանդիսացող Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Որն է ձեր դիրքորոշումը, տիկին դեսպան։ Դուք տեղյակ եք, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլ հայտարարելուց հետո տեղափոխվել է պատժախոց եւ հացադուլի ընթացքը կրում է պատժախցի պայմաններում։ Եթե տեղյակ չեք, մենք ձեզ տեղեկացնում ենք։ Տիկին դեսպան, մենք ակնկալիքներ ունենք ձեզնից։ Մենք պահանջում ենք, որ դուք չլռեք, որ դուք արձագանքեք այնպես, ինչպես արձագանքել եք նախկինում։ Մենք ակնկալում ենք, որ դուք անհապաղ միջոցներ կգործարկեք եւ Հայաստանի իշխանություններին կհասցնեք, որ սա դեմ է ժողովրդավարական արժեքներին, սա դեմ է խոսքի ազատությանը, սա դեմ է մարդու իրավունքներին։ Ազատ խոսքը չպետք է բանտարկվի, ազատ խոսքը չպետք է կալանավորվի, ազատ խոսքը չպետք է պատժվի, հացադուլ իրականացրած մարդը չպետք է տեղափոխվի պատժախոց։ Տիկին դեսպան, խոսեք Հայաստանի իշխանությունների հետ, մի լռեք, պահանջեք անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին, քանի որ նա անժամկետ հացադուլի մեջ է եւ ամեն հաջորդ օր հերթական վտանգն է նրա առողջության եւ կյանքի համար։ Եվ անդառնալի հետևանքների պատասխանատվությունը կրելու են ոչ միայն Հայաստանի իշխանություններն ու դատական իշխանությունը, այլ նաև դուք, որ միլիոնավոր դոլարների ներդրումներ եք իրականացրել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար եւ այսօր լռություն եք ցուցաբերում։ Մի լռեք, տիկին դեսպան, մենք ակնկալիքներ ունենք ձեզանից։ Մի լռեք եւ հրատապ արձագանքեք։ Մենք այժմ մեր նամակը կփորձենք հանձնել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, ինչպես ԵՄ դեսպանատան մոտ նշեցի, մենք էլեկտրոնային փոստով արդեն ուղարկել ենք նամակը, բայց մեր պարտքն ենք համարել, որ այս եղանակով եւս արձառն հանձնենք եւ հնարավորություն չտանք դեսպանատանը ասելու, որ իրենք նամակը չեն ստացել։ Մենք նախորդ նամակը էլեկտրոնային փոստով ուղարկել ենք եւ որևէ արձագանք չենք ստացել։ Մեր պարտքն ենք համարում նաեւ այսպես ձեզ հանձնել։ Մենք չենք ընդունում, մի նկարեք։ Տիկին Մաթևոսյան, ինչ կասեք նամակը չվերցնելու մասով եւ նախորդ նոյեմբերի 28-ին եւս նամակ էիք հանձնել, ըստ էության արձագանք նույնպես չկա, սա ինչպես եք մեկնաբանել։ Մենք գիտենք, որ այստեղ նամակ չընդունելը պրոտոկոլային է, այսինքն այդտեղ չեմ ուզում դիտավորություն տեսնել, բայց եւս մեկ անգամ ներկայացուցիչներին զգուշացրեցի, որ այո, դուք ասում եք մեզ ուղարկեք էլեկտրոնային տարբերակով, մենք այսպես չենք վերցնում, բայց մենք ուղարկում ենք, դուք չեք արձագանքում։
Եվ խնդրեցի, որ զգուշացնեն, որ մեր ոչ նախորդ նամակին, ոչ երեկվա դրությամբ urgent տարբերակով ուղարկված նամակին դեռևս պատասխան չի ստացվել եւ մենք ակնկալում ենք պատասխան եւ աշխատակիցը տեղեկացրեց, որ վաղը անպայման կտեղեկացին համապատասխան իրավասու մարմիններին այդ մասին։ Ես չեմ դադարում հույս ունենալ, որ այս կարգի ապօրինությանը կարելի է մատերի արանքով նայել եւ այն 3 կապիկների սկզբունքով բերանփակ, ականջները փակ, աչքերը փակ առաջնորդվել։ Ոչ, մեր խնդիրն է ամեն կերպ հասցնել, որ դուք տեղեկացված եք եղել խնդրի մասին։ Հարգելի դեսպաններ, հարգելի Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դուք ստացել եք նամակներ, ձեզ արձեռնն են հանձնվել նամակներ, դուք տեղեկացված եք եղել խնդրի մասին։ Հետևաբար լռությունը արդեն ձեր պատասխանատվությունն է, ոչ թե մեր խնդիրը, որովհետև շատ դեպքերում իրենք հայտարարում են, որ տեղեկացված չեն եղել ներքին զրույցներում, բայց հիմա իրենք այլևս հրապարակայնորեն այս փաստը արձանագրված է, իրենք չեն կարող դա ասել։ Եվ հետևաբար հաջորդիվ արդեն արձանագրումների փուլն է գալու։ Մենք վերջին տարիների ընթացքում տեսնում ենք Հայաստանում եվրոպական կառույցների քաղաքականության փոփոխությունը, բայց կներեք դա մեզ չի հետաքրքրում։ Մենք շարունակելու ենք պահանջել իրենց գործառույթների իրականացում, իրենց պարտականությունն է, իրենք այդ փողերը Հայաստանում ներդրել են դրա համար։ Իրենք մարդկանց վստահեցրել են, որ իրենք Հայաստանում աշխատում են ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար, մարդու իրավունքների պաշտպանության համար, խոսքի ազատության պաշտպանության համար։ Եվ մենք պահանջում ենք ընդհանրապես իրենց գործառույթների իրականացում։ Մենք ստանդարտ իրավիճակում չենք։ Պարզապես մարդիկ չեն, ովքեր քաղաքական բանտարկյալներ են եւ կալանավորման հերթական օրն են կրում։ Մենք այլևս հրատապության խնդիր ունենք, որովհետեւ ունենք քաղբանտարկյալ, ով բացի ապօրինի կալանավորված լինել է նաեւ հացադուլի մեջ է։ Եվ արդեն 5-րդ օրն է հացադուլը շարունակվում է, այն էլ պատժախցում։ Նախորդ ակցիայի ժամանակ դիմեցիք նաև ընդդիմադիր ուժերին կոչ անելով քաղբանտարկյալների թեման իրենց օրակարգը բերել եւ քայլեր ձեռնարկել Սաղաթելյանի եւ Սամսոնյանի ազատ արձակման ուղղությամբ։ Կան արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժերից արձագանքներ, թե ոչ։ Այո, արձագանքներ եղել են։ Մեզ հետ բազմաթիվ հանրային գործիչներ եւ քաղաքական գործիչներ կապ են հաստատել եւ իրենց պատրաստակամությունն են հայտնելու աջակցել։ Եվ մենք քննարկումների փուլում ենք այդ աջակցությունը ավելի պրակտիկ դրսևորումների վերածելու համար։ Քաղաքական ուժ կոնկրետ որ քաղաքական ուժից արձագանք։ Այժմ չեմ ուզում փակագծերը բացել, քանի որ քննարկումների փուլում ենք։ Վստահ եմ, որ Նարեկ Սամսոնյանի վճռական քայլը անպատասխան եւ անարձագանք չի մնալու։ Հարգելի հետևորդներ, նշենք, որ Anti-Fake AM լրատվական կայքը նամակ դիմում էր պատրաստվում հանձնել Հայաստանում ԱՄՆ դեսպանին, սակայն դեսպանության աշխատակիցը հայտնեց, որ իրենք նամակները արձեռն չեն ընդունում, իսկ մինչ այդ Աստղիկ Մաթևոսյանը տեղեկացրել էր, որ նամակը նաև էլեկտրոնային տարբերակով են հանձնել ԱՄՆ դեսպանին։ Նշենք, որ նախորդ տարի նոյեմբերի 28-ին Anti-Fake AM լրատվական կայքը, ինչպես նաև քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը Լուսինե Առաքելյանը դարձյալ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին ազատ արձակելու թեմայով Հայաստանում խոսքի ազատության դեմ ճնշումներին եւ Սաղաթելյանի եւ Սամսոնյանի ապօրինի կալանքի բռնաճնշումների նրանց նկատմամբ իրականացվող թեմայով նամակ դիմում էին փոխանցել ԱՄՆ դեսպանին, սակայն ինչպես Աստղիկ Մաթևոսյանը տեղեկացրեց, որևէ արձագանք չկա։ Հիշեցնենք, որ Anti-Fake AM լրատվական կայքը Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին ազատ արձակելու, ինչպես նաև քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի առնչությամբ նամակ փոխանցեց նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։ Anti-Fake AM լրատվական կայքը պահանջում է, որպեսզի Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչները, միջազգային դեսպանները քննարկումներ իրականացնեն Հայաստանի իշխանությունների հետ եւ կոչ անեն նրանց ազատ արձակել ապօրինի կալանավորման տակ գտնվող քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը եւս 3 ամսով երկարաձգել է քաղբանտարկյալներ Սամսոնյանի եւ Սաղաթելյանի
կալանավորման որոշումը, նրանք եւս 3 ամիս կշարունակեն մնալ կալանքի տակ, իսկ ի պատասխան դատարանի այս որոշման Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ է հայտարարել եւ նա այժմ այդ հացադուլը անցկացնում է պատժախցում։ Այսքանը շնորհակալ ենք մեր ուղիղ եթերին հետևելու համար։